Պարոն Ուլուբաբյան, այսօր արցախցիները մի քանի պահանջներ ներկայացրին, թեև նաև սոցիալական խնդիրներ են տեղ գտել, բայց այսպես ասած լավ օրից չեն, բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն մինիմալ, այսպես ասած, նաև պահանջներ սոցիալական առումով։ Այդուհանդերձ նաև նշեցին Արցախ հավաքական վերադարձի, մեծ վերադարձի մասին։ Այդ հնարավորությունը երբ եւ ինչպես եք տեսնում։ Արցախ հավաքական վերադարձ կարող է լինել միայն Արցախը ազատագրելուց հետո։ Ադրբեջանի կազմում ոչ մի վերադարձ չի կարող հասկանում վեշմինել ոզում չտոնքինա։ Ու դրան հետի մոնք պատճառոնինք, դույզում հասկացա։ Անվտանգություն ապահովող որևէ կառույց չի կարող լինել։ Առաջարկումում ինձ վստահող Արցախյան եւ ոչ միայն կանանց ու իրանց խոխորձնը հետ միասին եկեք նստածույց անենք, եթե ստիտ հանդիմում քինալի տեղ չոնենք, շտեղենք շտապում, թող մեր հարցը լուծինքը քինան, հուվեք ցանկություն ունին մնան եւ միանան, կարիք նստիկ ստեղ աստիճաններին կանգնիկ հուրհունցը հարմարա, մունքել ընթացքում կոմուտիկանանք, եթե ջիրի կարիքինի, եթե օգնության կարիքինի, տարածքումը, մնամենք ժողովուրդ։ Մարգելի հետևողներ նստացույցի առաջարկ արվեց կանանց եւ երեխաներին, քաղաքացիները միաբերան նշեցին, որ իրենք համաձայն են, շարունակի պարոն Ուլուբաբյան, ինչպես եք տեսնում։ Ես տեսնում եմ 88 թվականի ազատագրական շարժման մի շարժում պիտի սկսվի։ Ոչ միայն Արցախը պիտի ազատագրի, նաև Հայաստանը պիտի ազատագրի։ Եվ այդ Միսկի խմբը արդեն իրենց սպառել են, նրանք չեն կարող, այստեղ պահպանում Արցախ։ Միսկի խմբի պահպանման մասին են խոսում, ճիշտ մոտեցում չի, Միսկի խմբը իրան չի արդարացնում։ Միսկի խմբի գոյության խորոք ա եղել Արցախի հասնում։ Պարոն Ուլուբաբյան, ամեն դեպքում ասում եք վերականգնել, շարժում եւ այլն, այս գաղափարները մերժում են հենց Հայաստանի իշխանությունը բարձր ամբիոններից, ազգային ժողովի անդրոյց օրերս Փաշինյանը ուղիղ կոչ արել մոռանալ Ղարաբաղյան շարժումը։ Փաշինյանը խալաթ արել այդպիսի կոչ արել, ես 88 թվականի փետրվարի 22-ին, որ ստեղից ելույթ եմ ունեցել, այն ժամանակ էլ Դեմիրճյանը չէր բեսել, ասում էր, էլի շո կատարում այստեղ հայ եւ ադրբեջանցի աշխատավոր ժողովուրդների շահերից չի բխում, բայց մենք շարունակեցինք պայքարը շարունակեցինք 500-600 հազար, 700 հազար մարդ Էլի պիտի հավաք մի ժողովուրդի միասնական այս իշխանություններից էլ պիտի ազատենք, թուրքից էլ պիտի ազատենք։ Ադրբեջանի հետ որևէ բանակցություն պիտի չէ։ Ադրբեջանի հետ հարցերը պիտի լուծվեն միջազգային դատարանում ծայրահեղ դեպքում պատերազմի դաշտում։ Բայց Ադրբեջանի հետ բանակցել է անիմաստ։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին Հայաստանը վերացնելու ծրագիր են իրականացնում։ Մեծ Թուրանի ծրագիրն են իրականացնում։ Այդ բանակցությունները անիմաստ անտեղի բաներ են։ Այդ խաղաղության պայմանագիրը կապացկացնում։ Կապիտուլյացիայի թող տալիներ, որը կարող է վաղը միշտորը ոտի տակնա անցնի, Ալիևի համար ոչ մի արժեք չի ունենա։ Սա ժողովրդին խաբելու միջոցառում իշխանությունների իրաց տեղատորը կարելու համար։ Այդ նոր ազատագրական շարժում պիտի սկսենք միասնական եւ Արցախ առանց ազատագրելու ոչ մի վերադարձի հաս չի կարող։ Վերադարձը լինելու է մակը 2007 թվականին հրշակագիր է բնիկ ժողովուրդների իրավունքների մասին, որպես բնիկ ժողովուրդ մենք պիտի հաստատվենք մեր հայրենիքում ազատագրելու հայրենիքում։ Դա է ալուծում ենք։ Մենք պիտի պայքարենք։